Չերի մաֆակումբը և Կենտրոն հեռուստաընկերությունը ներկայացնում են Մաֆիան քաղաքում Երբ շուրջ 3 ամիս 30 անհատ պայքարում են, անզիջում պայքարում են լավագույնը լինելու համար, սակայն միայն 10-ն են անցնում եզրափակիչ, ուրեմն մաֆիան է քաղաքում։ Բարի երեկո տիկնայք և պարոնայք, ուրախ եմ ողջունել ձեզ կրկին մաֆիան քաղաքում նախագծի շրջանակներում, բարի երեկո սիրելի մասնակիցներ, ուրախ եմ ողջունել ձեզ սիրելիներս մաֆիան քաղաքում նախագծի եզրափակչում։ 10 անհատ անցան եզրափակիչ և պայքարելու են լավագույնը լինելու համար։ Դե ինչ սիրելիներս, արդեն ամեն ինչ չափազանց պատասխանատու փուլում է, ես մաղթում եմ ձեզ հաջողություններ խաղում, մաղթում եմ անհատապես յուրաքանչյուրիդ հաղթանակ և սիրով ուզում եմ ներկայացնել մեր եզրափակիչ անցած մասնակիցներին և այսպես համար 1 Արսեն Մնացականյան, համար 2 Էմիլ Գալստյան, համար 3 Լիլիթ Կարապետյան, համար 4 Լեյդի Անի, համար 5 Արփինե Մխիթարյան, Համար 6 Իրինա Հարությունյան, Համար 7 Արմեն Մակարյան, Համար 8 Դիանա Հարությունյան, Համար 9 Լևոն Հարությունյան, և համար 10 այս առիթի կարելի ասել գլխավոր մեղավորը, այս ամենի գլխավոր նախաձեռնողը, մաֆիան քաղաքում նախագծի պրոդյուսեր, Չերի մաֆակումբի հիմնադիր Արտյոմ Հակոբյան, համար 10։ Ահա և անհատապես կրկին մեծ սիրով ներկայացրեցի ձեզ սիրելի բարեկամներ և ուզում եմ կրկին հիշենք այն մարդկանց և այն կազմակերպություններին, ում շնորհիվ նաև կայանում է և իրականանում է մաֆիան քաղաքում այս հրաշալի նախագիծը։ Նախագծի գլխավոր հովանավորներն են Իջևանի գինու գործարան, Զորելլի ծառայությունների հարթակ, Ամառը եկել է, վաղուց պատուհանների մաքրման ժամանակն է, երբ ժամանակը չի հերիքում, կա Զորելի, ուղարկիր անհրաժեշտ ծառայության հայտը ու կստանաս առաջարկներ մասնագետներից, համեմատիր գները, փորձը, վարկանիշը և ընտրիր, մասնագետը կմոտենա քեզ հարմար ժամին, առօրյա հոգսերը թող, Զորելի։ Ճամփորդությունը պարզապես տեղ հասնել չէ, դա զգացողություն է, որը սկսվում է ճիշտ ընտրությունից, բարի գալուստ LH Travel, ձեր վստահելի ուղեկիցը աշխարհի ցանկացած ուղղությամբ։ Մենք ստեղծում ենք ոչ թե ուղեկի տուրեր, այլ հիշողություններ, որոնք մնում են ձեզ հետ երկար տարիներ։ Պլանավորիր քո հաջորդ ճանապարհորդությունը մեզ հետ 077 52 18 12 LH Travel, ճանապարհ դեպի քո լավագույն հանգիստը։ Հովանավորներն են Տակտիկալ բունկեր, Մոգո ունիվերսալ վարկային կազմակերպությունը, Սա լավ տեսք չունի, ուզում ես շտկենք, հա, շատ ավելի լավ է, Մոգո, ստացիր անգրավ վարկ և դարձրու կյանքի բարեփոխումները հասանելի։
iBolit հեռախոսների եւ աքսեսուարների մասնագիտացված խանութ սրահների ցանցը, Կեչուտ ռեստորանային համալիրը, Վարվիքս մսամթերքի արտադրամասը։ Ցուցադրման հովանավորներն են LikeNet ընկերությունը, LikeNet ընկերությունը մատուցում է ինտերնետ եւ հեռուստատեսային ծառայություններ։ Մեզ հետ դուք ստանում եք անխափան ինտերնետ եւ բարձրորակ բազմաթիվ հեռուստալիքների դիտման հնարավորություն։ Հատուկ առաջարկ՝ հրավիրիր ընկերոջդ եւ ստացիր 1 ամիս անվճար ինտերնետ։ LikeNet, որակյալ կապի ձեր վստահելի ընտրությունը։ Ledizon կանանց մարզասրահների ցանցը, $379 գարեջուր, Full Service Consulting հաշվապահական ընկերությունը, Ինչպես գիտեք, մաֆիայում կան կարմիր եւ սև խաղացողներ։ Այդ իսկ պատճառով Full Service Consulting-ը այսօր ներկայանում է այս հանդերձանքով։ Full Service Consulting աշխատողական ընկերությունը համագործակցում է Մաֆիան քաղաքում հաղորդաշարի հետ եւ հայտարարում ենք, որ Եզրափակիչ անցած բոլոր մասնակիցները կստանան 100,000 դրամ արժողությամբ նվերքատեր մեր բոլոր ծառայություններից օգտվելու համար։ բոլորիդ մաղթում ենք բարի դիտում։ Ահա եւ վերադարձանք մեր հրաշալի խաղային տաղավար, սիրելի բարեկամներ, սիրելի մասնակիցներ, հուսով եմ բոլորդ հիշում եք կանոնները։ Համոզված եմ, որ բոլորդ հիշում եք կանոնները։ Հիշում եք, որ պետք է խաղաք էլ ավելի տրամադրված, պետք է ուշով հետևեք ամեն ինչին, որովհետև ժյուրին եւ բոլոր պատասխանատու անձիկ մենք էլ ուշով հետևում ենք ձեր խաղին, որովհետև անհատական չափանիշներով է, որ որոշվելու է լավագույն խաղացողը։ Իդեպ, հիշեցնեմ ձեզ, որ առաջին տեղը զբաղեցնող մասնակիցը ստանալու է 500,000 դրամ դրամական պարգև Իջևանի գինուգործարանի կողմից։ Երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը ստանալու է 2 հոգու համար ուղևորություն դեպի Եգիպտոս LH Travel ընկերության կողմից։ Եվ երրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը ստանալու է հեռախոս iBolit խանութ սրահների ցանցի կողմից։ Բայց դա չի նշանակում, որ մնացած 7 մասնակիցը ձեռնունայն են հեռանալու այստեղից։ Մնացած 7-ն էլ ստանալու են արժեքավոր, հետաքրքիր, գեղեցիկ, օգտակար նվերներ մեր բոլոր գործընկերների կողմից։ Ահա եւ կարևոր հիշեցումները, դուք պատրաստ եք եւ տեսնենք, թե մեզ մոտ ինչ է կատարում։ Լիկա ջանս, ամեն ինչ նորմալ է։ Միջազգային բորսաներում նավթի գինը նորմալ է։ Ուրցաձորի ճանապարհները մաքրել են։ Շատ լավ։ Մենք հասցրել ենք շնորհավորել Ուրուգվայի թլիկ հեծանվորդների ֆեդերացիայի նախագահին։ Շատ լավ։ Ուրեմն գիշեր։ խաղին մասնակցում են 10 մասնակից։ Նրանցից 7-ը կարմիր են, 3-ը սև։ Կարմիրների ղեկավարն է Շերիֆը, Սևերինը Դոնը։ Առաջին գիշերը բոլոր մասնակիցները ընտրելով խաղաքարտ ծանոթանում են իրենց դերին։ Խաղաքարտին ծանոթանալուց հետո արթնանում են 3 սևերը։
Դոնի գլխավորությամբ ծանոթանում են միմյանց հետ եւ Դոնի նշանով որոշում են հաջորդող 3 գիշերվա զոհերին։ Ամեն գիշեր Դոնը իրավունք ունի փնտրել շերիֆին։ Ստուգման հնարավորություն ունի նաև խաղի շերիֆը, բարձելով կասկածյալի գույնը։ Ցերեկային փուլում յուրաքանչյուր խաղացող ունի 1 րոպե խոսելու ժամանակ, որի ընթացքում նա պետք է արտահայտի իր կարծիքը այլ խաղացողների վերաբերյալ։ Համար 1։ Համար 2։ Էժալինելու անխոսք, լավ խաղ եմ մաղթում բոլորին։ Համար 3։ Կարևորը հետաքրքիր ու սիրուն խաղ լինի եւ ուժեղը թող որ հաղթի, ինչպես որ փաստորեն կյանքում։ Համար 4։ Ճիշտն ասած, այս անգամ ուզում եմ սև լինեմ, ուզում եմ սևով հաղթեմ, որովհետև նախորդ խաղերին 2 անգամ եմ կարմիր ընկել, 1 անգամ սև, այս անգամ ուզում եմ ավելի շատ սև խաղամ, որ ինձ սևով էլ հեռուստադիտողը տեսնեն։ Համար 5։ Էլի լավ խաղ կլինի, ու այնպես կխաղանք, որ հանդիսատեսը խաղի քաջիկ կստանա։ Համար 6։ Ամ ամբողջ գիշեր այս խաղն եմ տեսել, երազումս տարբեր գույներ է դիտարկում ինքս ինձ, հույսով եմ, որ հետաքրքիր, ինտրիգային, վառ խաղ լինելու։ Համար 7։ Կարծում եմ, որ այս խաղի ֆորմատը այնպեսին է, որ հաղթելու է ուժեղագույնը, ով որ կարողանում է իր կողքը համախմբել ուժեղ խաղացողներ եւ դրա շնորհիվ հաղթել։ Համար 8։ Ես շատ եմ սիրում կամ կարմիր, կամ շերիֆ։ Էդի իմ տարերքն է, ասենց ասեմ։ Մտածեմ գոնե երկար չքաշեմ, որպեսզի չդառնամ։ Համար 9։ Ուղղակի ուզում եմ մաղթեմ շատ լավ խաղ։ Էմոցիոն պիտի լինի, եթե ինչ-որ բան էլ շահեմ, կեսը ձերն այստեղ սկսում է կոռուպցիան։ Նկարել ես, իքսել ես։ Համար 10։ Տրամադրված եմ շատ մարտական, փորձեմ բոլորին ուժերը ներդնեմ այս խաղի մեջ, այս եզրափակիչի մեջ, որպեսզի հաղթեմ եւ չմասնակցեմ հետագա մրցաշարի։ Բայց որ այս անգամ չմասնակցեմ, մի հատ մասնագիտություն կօրինեմ, կմասնակցեմ եւս որպես օրինակ քաղաքական գործիչ կամ որպես բանկային աշխատող։ Արավոտ։ Բարի առավոտ, բարի լույս բոլորին հարգելի մասնակիցներ, դե ինչ, մեկնարկեց առաջին եզրափակիչը եւ մեկնարկում է առաջին եզրափակչի առաջին ցերեկային քննարկման շրջանը, համար 1 րոպե։ Ողջունում եմ բոլորին, դեսան համար 2, անցանք իրար հետ եզրափակիչ, չենք խաղացի երբեք իրար հետ, էլի։ Խոսք եմ տալի, խաղալ եմ հավասարակշռված խաղ, մնալու եմ մինչև վերջ, հազիվ իմ կարմիր քարտը հանգիստ ընկավ, սկսել եմ վերլուծել, հիմա կսկսեմ մի քիչ երկար խոսալ, որ սևերը ակտիվանան, սկսեն ասեն մենք համար 1-ի ձենը, խոսքը փոխվել է, սենց էր առաջ, ինչ-որ տենց երկար բարակ խոսած, տենց է խաղալու եմ, դե գույն պարզը չեմ տարատամ, բայց անհամբեր կլսեմ համար 2-ին, պաս։ Շնորհակալություն, համար 2։ Համար 2-ը ողջունում է բոլորին, ու միանշանակ պետք է ասեմ, որ կարմիր խաղացող եմ ու շատ լավ է իրար հետ ովքեր որի հետ հասցրել են խաղալ, համար 1 ջան, ճիշտ է, մենք չենք խաղացել իրար հետ, բայց ովքեր որ հասցրել են իմ հետ խաղալ, գիտեն, որ կարմիր խաղաքարտը շատ եմ սիրում եմ թիմային խաղ ցույց տալ, սիրում եմ շերիֆի ներքո, այսպես ասած, թիմային լավ խաղ ունենալ, գտնել սևերին, ջախջախել սևերին, համար 1-ը լավ տենց դեպուտատский մի քիչ բացում արեց, խոստանում եմ ինչ-որ բան, որ ասֆալտները կանենք, այսպես ասած ինչ-որ բան, շատ լավ բացում արեց համար 1-ը, օքեյ է, կարմիր ենք, խաղում ենք կարմիրների հետ, կսպասեմ բոլորին մի հատ խոսան, հետո արդեն եզրակացություններ կանենք, շնորհակալ։ Շնորհակալություն, համար 3։ Ողջունում եմ բոլորին, ուրախ եմ, որ 10 հոգին ու հատկապես այս դեմքերը ես էլ ձեզ հետ միասին պիտի խաղանք, համար 1-ի հետ չեմ խաղացել կարծես, ես կտամ 50-50 խաղացել եմ։
չեմ հիշում։ Ամեն դեպքում մի պահ եղավ, որ ինչ որ սենց Արբատ։ Համար 1 նկատողություն։ Չէ, այստեղ եմ ասում։ Ինչ որ կուլ տալու պահ եմ նկատել, չգիտեմ, միգուցե ես փայլուն խաղացող չեմ, նման բաների վրա հիմնվում եմ, բայց 50-50 եմ տալիս։ Համար 2-ի խոսքին հավատացի եւ իրականում կուզեմ կարմիր լինի, որովհետեւ մի խաղ միասին հաղթել ենք, երկուսս էլ կարմիր էինք։ Նաեւ կուզեմ բոլոր կանայք կարմիր լինեն։ Կարմիրներից հաղթանակ, փաս։ Շնորհակալություն։ Համար 4։ Շնորհակալ եմ, ողջունում եմ բոլորիդ։ Ես ճիշտ ասած ուզում եմ միանգամից խաղին անդրադառնամ։ Տեսեք, ես ինչ եմ մտածում։ Ես մտածում եմ 1-2 ռազմացվետ է նստած, որտեղ որ երկուսը ամենայն հավանականությամբ կարմիր է, մեկը ավելի շատ 60-40, դրա համար 10 չան։ Ես կուզենայի մեկը կիսվեր, ընդունեք համար 1, մեկը թող պոզիցիա տա։ Համար 1 ընդունված է։ Չի է կարմիր, ինչի համար է կարմիր։ Հա, կսպասենք խոսած։ Եթե ես մեկին սև եմ տեսնում ավելի շատ, թիմս վերցնում եմ 0-ականում 2-3, 2-3-ի հետ խաղում եմ, բայց մեկից ես հրաժարվում եմ այս պահին, մեկ չեմ խաղա, ես էլ եմ կարմիր խաղացող, կանանցից ոչ, ոբշեմ ինձից սկսում է, կխաղամ 3, կխաղամ 2, կսպասեմ մեկին, ես շատ կուզենայի իրականում, որ մեկը գոնե պոզիցիա տար, շնորհակալություն։ Շնորհակալություն, համար 5։ Ողջունում եմ բոլորիս, մաղթում եմ մեզ շատ լավ խաղ։ Կուզենայի, որ մենք ավելի շատ այսպես խաղի հետ կապված արգումենտալ լինենք, էմոցիաների հետ շատ չընկնենք։ Համար 4 ջան, ճիշտ ասած, համար 1 իմ համար տենց շատ վատ չխոսեց, որպես առաջին կարելի էր իրան լսել, բայց որ ասեմ սևական չէ, այ համար 2-ը մի քիչ ոնց որ նենց ավելի խառներ մտքերը, բայց էլի գույն չեմ ուզում տամ, իհարկե նստած եմ համար 5, որովհետեւ գույն պետք է այստեղ լինի, ու ես արդեն իմ մեջ կա։ Խնդրում եմ ընդունեք համար 2-ի թեկնածությունը։ Համար 2 ընդունված է։ 10 վայրկյան։ Այսքանը հələ որ հետո կլսեմ ամբողջ սեղանը կխոսի, նոր կորոշումները մնացածը կանենք, փաս։ Շնորհակալություն։ Համար 6։ Ողջունում եմ բոլորին, համար 3, համար 4, համար 5, համար 8 ջան։ Բոլոր կանանց եմ ողջունում։ Ինձ թվում էր, որ համար 1-ը կամ համար 2-ը այդ խոսքը բացման կասեին, բայց ես իմ վրա այդ ծանր բեռ վերցրեցի։ Հիմա անդրադառնամ խաղին։ Համար 2 ես ուղղակի միշտ սիրում եմ մարդկանց լսելիս, աչքերի մեջ եմ նայում, իսկ ես ձեր аչքերը չեմ տեսնում, ու եթե հնարավոր լինի ձեր ակնոցները ուղղակի հանեք, որովհետև ոնց որ ասում են «Глаза зеркало души», համար ես գերադասում եմ ու ինձ համար նստելով 6 համարին, ինձ համար թե ձեր տեքստը, թե ձեր խոսքը ավելի շատ սևական թվաց, համար 4 ինչի համար դու համար 2-ին ու համար 3-ի հետ դու ասում ես երկու գույն կա, 1-2, ընդունեք համար 2։ Ժամանակ, շնորհակալություն համար 6, ժամանակ։ Համար 7։ Ողջունում եմ բոլորին, անդրադառնամ համար 1-ին, համար 1-ը հետաքրքիր բացման խոսքը ասել, բայց համար 1-ը ինձ դուր չեկավ, որ սկսեց ընդհատել համար 3-ին, մինչդեռ համար 3-ը իմ կարծիքով բավականին կարևորական տեքստ էր ասում, ես դուսով խաղում եմ։ Ինձ այդ ձեր ընդհատելը դուր չեկավ, որտեղ ինձ թվաց ինքը կարմիր իրակողը կարողա թիմ հավաքի, դրա համար սկսեցիք բեկանել այդ բանը։ Համար 2-ի խոսքը ինձ էլ դուր չի եկել ընդհանրապես։ Ես կխաղամ համար 3-ի հետ մի թմում, համար 4-ը այդ ամեն ինչը նկատել է հետաքրքիր է, ես էլ եմ ուզում խաղալ, համար 5-ը ձեր խոսքը ավելի կարմրական էր, բայց մեջը այսպես տարբեր գույներ կար, ինձ այդքան դուր չեկավ, բովանդակությամբ ինքը կարմրական էր, բայց մնացած բոլոր տրիգերներով ինքը ավելի շատ սև էր, ես հաստատ համար 6-ի հետ եմ խաղում, համար 3, համար 6 իմ թիմն է, համար 4 ավելի շատ թիմի մեջ ես, քան թիմից դուրս, եթե հանկարծ այնպես ստացվի, որ եւս մեկ անգամ խոսես այս շրջանի ընթացքում, արդեն վերջնականացված։ Ժամանակ, շնորհակալություն համար 7, համար 8։ Ողջունում եմ բոլորիդ, ում հետ խաղացել եմ, չեմ խաղացել։ Ես ճիշտն ասած, մեկի խոսքը բացում էր իմ համար, 50-50 չեմ կարող գույն տամ, բայց որ 1-2 կա տարբեր գույներ, համաձայն եմ։ Կարա լինի, իմ համար 2-ը ավելի շատ, ոնց որ կպավ մեկին, ոչ մի միտք չարտահայտեց, ոչինչ չասեց, դա իմ կարծիքով, հետագայում կլսեմ, էլի կհասկանամ։ 3-ը իմ համար, ես էլ եմ համաձայն 7-ի հետ, 3-ի հետ կխաղամ, ինքը իմ համար շատ կարմիր է, միանշանակ,
4-ը կտրուկ անցավ խաղին, էլի ընդունում եմ իր միտքը, 5, 6, 6-ի հետ էլ կխաղամ ես, ինքը շատ համաձայն եմ իր մտքի հետ, որ ես էլ ուզում եի ասել, որ մարդու աչքերը փակ ա լինում, նեղվում եմ դրանից։ Ընդունեք 2, փաստ։ Համար 2 հաստատված է, շնորհակալություն, համար 9։ Հետաքրքիր խաղագնում առայժմ, մի չգիտեմ, այս խաղից հետո իմ համար մի հատ կարևոր բան կա։ Հիմա տեսնեմ ես 10-ը ոնց է կիսելու խաղը, որովհետև արդեն ինչ-որ բաներ են կողմից նկատեցի, բայց դեռ ոչ մի բան չեմ ասի։ Իհարկե, այսքանից մեջ 3 հոգի սև կա, ասեմ իմանաք։ Դուք առաջ անգամ չեք խաղում, չէ՞։ Հետաքրքիր խոսա։ Ինձ համար շատ դուր եկավ 4-ի խոսքը։ 3-ը կծկտուր է, 3 անցյալ մտավ, հետո եկավ ապագա, հետո հասկացանք ձեռը փող չկա, մի բան լրվեց, նորմալ է, տենց 5-ը իմ համար լավ չի խոսած է, 6-ը նորմալ է, 7-ը հələ որ լավ է, 8-ը մոլորված կարմիր է, իմ համար 8-ը մոլորված կարմիր է։ Ման է գալիս, այս մարդը մենակ, իմ կյանքում շատ քիչ եմ տեսնում մենակ կարմիրների։ Մենակ կարմիր է։ Խնդրում եմ, այս մարդուն կողքին եղեք, ինձ եղեք։ Այսօր եկեք խաղանք, խոսում եմ, Սանտավիկի հոգեբանությամբ ներողություն Վիդուշի ջան։ Պետք է մեկս մեկի ցավին տեր կանգնենք։ Ես հիմա սպասում եմ 10-ի խոսքին, տենամ խաղը ոնց է կտրում։ Եթե կտրեց անենց ոնց որ ինքն ուզում, ուրեմն ինքն համար ներողություն ժամանակ։ Համար 10։ Ողջունում եմ բոլորիդ, շատ հաճելի է, որ այսօր բոլորս եզրափակում խաղում ենք։ Շատ ուրախ եմ դրա համար, ասեմ որ նախագծի որպես պրոդյուսեր թողեք խաղանք, եսի վերջին եթերաշրջանն է, որ էլ չեմ խանգարի, չեմ խաղա։ Հա, եսի վերջին եթերաշրջանն է որպես մասնակից։ Խաղից տեսնեմ, ասեմ 1-2-3 իմ համար ավելի շատ կարմիր են խոսացել, համար 4-ից սկսել է խաղարները, 4-ը դրել է 1-ի թեկնայությունը եւ նորմալ բացում արել, ընդունեք համար 4-ի թեկնայությունը, համար 5-ը չի նկատել, գնացել է 2, 2-ը կարմիր է, սաղը 2-ին է կարադառնում, բայց 2-ը կարմիր է, ումի շատ խոսում են, 4-ը կկիսվի համար 2-ի հետ, հիմա ընդունեք 2, ընդունեք 4, ուրեմն 2-ից հաստատված է, 2-ից 6 կքվեարկենք համար 2, մնացածից 4, կկիսեք, կասեք քո համար 10-ը կարմիր, 9 դու կարմիր խաղացող ես, քեզ կարմիր եմ տենում, 5 ձեզ չգիտեմ, 7, 8, այդքան էլ չեմ շտապի հիմա գույներ տալ, թող մյուս կրուգ ավելի պարզի, 6-ի հետ խաղում եմ։ 6-ի հետ խաղում եմ, 6-ը կարմիր է։ Ժամանակ։ Ասեցի 2-ից 6 քվեարկում եք 4։ Համար 10 առաջին նկատողությունը։ Եվ այսպես հարգելի բարեկամներ, այս պահի դրությամբ ունենք 3 առաջադրված տեխնացու։ Դրանք են համար 1, համար 2 եւ համար 4։ Կրկնում եմ, համար 1, համար 2 եւ համար 4։ Ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 1-ը։ Շնորհակալություն 0 ձայն։ Ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 2-ը։ Շնորհակալություն 4 ձայն։ Եվ ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 4-ը, բնականաբար մնացած բոլոր 6 ձայները ասել է, թե խաղը լքում է համար 4-ը։ Համար 4, 1 րոպե մախոսական։ Ով կիսեց, 10-ը կիսեց։ Նա ես ինչ եմ մտածում, որ 11 են իրար հետ նստած, որտեվ 10-ը պահեց մեկին, 1-2 չի կարա նույն գույնը լինի։ Դա հնարավոր չի, ոչ մի տիեզերքում, սաղ իրանց թառազնաց հետ տվեցին, 10-ը ասեց 1-2 կարմիր են, հետևաբար մեկին ջեբ, մյուսը իրա խաղացողն է, ես տենց եմ մտածում, երրորդ ցևին ոբշե չեմ կարող գտնեմ։ Նայեք, ես կարմիր խաղացող եմ գնացել, հանկարծ իմ սևը չդիտարկեք, խաղի մեջ մնալու են 3 սև, այսինքն հիմա խաղում 3 սև կան։ Ինչ եմ առաջարկում ես։ Ոչ մեկ թեկնածություն չտնի հաջորդ գիշեր, որովհետև այտենց էլի կարողա տրիվ պրծին խաղը։ Հետևաբար, ով դրես թեկնածություն, միանգամից իրան հանեք, ինքը սևն է։ Ես գնում եմ կարմիր խաղացող, համար 10-ը պետքա հետ։ 10 վայրկյան։ Համար 10, համար 1, իմ համար սև։ Համար 10 երկրորդ նկատողություն։ Համար 10, համար 1, իմ համար սև խաղացողներն են։ Ես համար 3-2 թմում խաղում էի։ Ժամանակ, շնորհակալություն։ Շնորհակալություն եւ ճանապարհենք համար 4-ին։ Իրականում շատ ներված եմ, որ արդեն ֆինալի խաղն է, ու մինչև հիմա ցեղան ջարդվում է, դա չգիտեմ, абսուրդ է։ Դե ինչ բավականին բուրըն եւ կրկոտ է սկսվել խաղը։ Գիշեր։ Դուրս են գալիս որսի սևերը եւ ցույց են տալիս իրենց զոհի թիվը։ Մաֆիան այս գիշեր խաղից հեռացրեց համար 10-ին։ Բոլորի աչքերը փակ են։ Համար 10։
ձեր կողմից կասկածվող սևերի եռյակը։ Համար 4, համար 7, համար 8։ Արավոտ։ Շնորհակալություն ավաղ համար 10։ Դուք լքելու եք խաղը, բայց մինչ այդ 1 րոպե մախոսական։ Նայեք, ժողովուրդ, ես բնականաբար տեսա կարմիր խաղացող էի, համար 9 խաղը ջարդեի, ես եմ խաղը կիսե։ Նկատողություն։ 5 ձեն գնաց փաստացի համար 4-ի դեմ, 5 ձեն։ Մի խանգարեք, մի խոսքով, բայց համար 9-ի համար կարմիր է, ես ասացի, 4-ը 90%-ով սև է։ Ինձ եթե Զավիշյանից լսեք, իսկ թվում է ճիշտ եմ ասել 4-7-8-ն սևը, եթե մեջները հաստատ միասև կա, շերիֆը տոստուգի, իմ ասած մարդուն, հիմա 9-ին ճանապարհեք, որպես խաղա ջարդե, մարդը Ապա իննա ջարդե, իմի կարմիր է, բայց ջարդել է, խաղի օրենքներով խաղացեք։ Համար 1 նկատողություն, երկրորդ նկատողությունը։ Մեջ լավա ինձ հորդորները հուսով եմ կլսի, հերթով կստուգի իմ թվարկած մասնակիցների սև կլի խաղերը կկրեք։ Բայց ինին ճանապարհեք դամար ինքը կարա սևեր, լի միտեղ սխալվեմ ես էլի, տես չի որ հաստատ է ես, բայց կարա իններն է, դամար խաղա ջարդե։ Ես կիսել եմ 2-ից 6 ասել եմ քվեարկում եք համար 4 Մնացածս քվեարկում եք համար 2, ինքը չի դնում խաղը գնում է 4-ը, բայց 4-ը սև է գնացել 90%-ով։ Շնորհակալություն։ Ճանապարհ ենք համար 10-ին։ Ինձ կրակեցին, ես բայց փրկվեցի, քանի որ իմ հակին է տակտիկալ բունկեր ընկերության զրաբաշխոնը խաղի սկզբից խաղը հետաքրքիր սկսեց, իմ համար առաջին երդյակը որ խոսեց, իմ համար ավելի շատ կարմիր էին, 4-ի խի կասկածեցի, դրա համար 1-ին շատ գլորեց համար 1-ի վրա, այսինքն շատ հարցակվեց համար 1-ին, դրա համար 4-ի համար արդեն շատ սևացավ։ Իսկ մենք շարունակում ենք քննարկումները երկրորդ օրվա քննարկումը սկսում ենք համար 2-ից, համար 2 1 րոպե։ Այդ իշն ասած է ուզում հասկանալ, խիտ են եղա, որտեվ երկու տեխնացիաներ իմներ 1 էլ 4-իններ, հետո ում համար 1-ինն էլ կար, չէ՞, բայց 4-ին ով դրեց, էդի չեմ հիշում, համարին 10-ը դրեց։ Ուզում էի սենց արտնանայի համար 10-ին տեխնացիոն դնեի համար 10-ի վրա, բայց հենց համար 10-ը որ հելավ, դե պարզ է կարմիր դուս եկավ, 4-ը ճիշտն ասած իմ համար այդքան սև խաղացող չէր, բայց համար 5-6 խեք տենց մտածում, ինչ ասեցի ես, որ տենց միանգամից տենց սևացա ինձ, միանգամից սաղը 2, բայց բան չասեցի, ասում եմ կարմիր խաղացող եմ, համար 1-ը իմ համար կարմիր խաղացողը ինչի համար, շատ արխային է խաղում, դաժե նկատողություն ստացավ բան, ինքը տենց բան էլի կարմիրի խաղ է տանում, բայց էլի ինչ-որ տեղ էլի բան եմ անում, բայց համար 9-ը 10-ի ասածը, ընդունեք համար 9-ի տեխնայությունը, եթե ինքն է ջարդել էլի խաղը, այսինքն պետք է դնել, որտեվ համար 10-ը ասեց, էս 2-ից մինչև 6, էսի ենք անում, էնի ենք անում, համար 9-ը իր ասածով ու տենց էլ եղավ, էլի փաստորեն ջարդեց խաղը, շնորհակալություն համար 2, համար 3։ Շատ տարօրինակ խաղ է գնում։ Ես մենակ մի բանը չեմ հասկանում, հետո որ խոսելու լինի, թող բացատրի։ 2-ից 6 պիտի քվեարկեինք 4, 2-ից 6 քվեարկում էինք 4, բայց ոնց հնարավոր է 4-րդ համարն ինքն իրան քվեարկի, ոնց կարելի էր տենց կիսել, երբ իմ տեխնացիոնը դրված է, ես իմ դեմ պիտի քվեարկեմ, դա ինձ համար շատ տարօրինակ էր, այդ կիսման ձևը, ու ես խառնվել եմ, որ գիշերն էլ իրան են կրակել, ես մի քիչ սենց, ես այդ եմ մտածում, ես այդպես եմ մտածում, բայց չեմ ուզում արտահայտեմ, որ սևերը այդ իմ մտքից չօգտվեն, ես էլ բուլկի չլինեմ, էլի։ 10 վայրկյան։ Դրա համար ես տեխնացիոն չեմ դնում, իմ տեսած կարմիրների հետ կխաղամ, դեռ 6-7 ինձ համար կարմիր են, բայց 9-ին ես նույնպես կարմիր եմ տեսնում, չգիտեմ ինչքանով։ Ժամանակ, շնորհակալություն համար 3, համար 5։ Համար 3 ջան, համար 10-ը կարմիր է գնացել, համար 10-ը չէր կարա առաջի գիշերով ինքը իրան կրակեր դուրս գար։ Այսինքն ինքը կարմիր էր։ Հիմա այստեղ մենք լսելով համար 4-ին, որ ոչ մեկի քվեարկությունը չդնենք, համար 2-ը դնում է համար 9-ի քվեարկությունը։ Ու դառնում է, որ հանկարծ կարող է համար 9-ը կարմիր լինելով դուրս գա։ Հիմա մենք պիտի արդեն այստեղ չգիտեմ ոնց պետք է անենք, ավելի փորձառուները կարան համար 6 ջան, դուք դրեք մեկի ինչ-որ մեկն ու մեկի իմը թեկուս։ Դրեք, ես կարմիր խաղացող եմ, ռիսկի չգնանք, նայեք, ասում եմ։
Ես խորհուրդ կտամ դնենք համար 2-ինը, բայց դուք դնեմ ընդունեք համար 2-ի տեխնացությունը։ Համար 2-ի տեխնացությունն ենք դնում, որովհետև չէ, համար 2 ջան, դուք ասում եք համար 10-ը ես արթնանալու եմ ու դնեի համար 10-ի տեխնացությունը։ Երբ որ համար 10-ը ձեր հետ ուզում էր խաղար, որովհետև սևական բան չարեց։ Բացարձակ սևական բան չարեց, եթե սևական բան արել էր օրինակ խաղի ըստ ջարդելու համար 9 արեց, բայց 9-ը ուղղակի չստացվեց։ Թե չէ ոչ մի ուրիշ բան չկար, փաս։ Համար 6։ Համար 5 ջան, մինչև այդ ուրիշ կարծիք էի ձեր մասին, բայց այս կրուկ դուք շատ վատ խոսեցիք, որովհետև այնտեղ թեմա էր դիտարկվում, որ ես ու երեքը շփվում ենք, որ կարող է սամաստրել լինի, ու դուք վեր եք կենում ու փորձում եք այդ վերսիան ոնց որ հաստատել ու ասում եք համար 6 ջան, բոլորը ինձ կարմիր են տեսնում, դուք համար 6 ջան, ասում եք ում կդնես, բայց եթե դնելու եք կանդիդատուրա, ինչի՞ չէ դնում դուք, ու նորից 2-ի, այս պահին ինձ դուք սև անում եք, 2-ը ինձ համար կարմրում է։ Շերիֆը մեռել է։ Ընդունեք համար 5։ Համար 5 ընդունված է։ Չեմ հասկանում ինչի համար 2-ը, ինչի համար։ Որ 10-ը ասում է։ Ժամանակ, շնորհակալություն համար 6, համար 7։ Համար 6։ Ձեզ կարմիր եմ տեսնում, ձեր հետ խաղում եմ, եկեք մի հատ վարկած քննարկենք։ Հնարավոր է այնպեսի տարբերակ, որ համար 10-ը ինքնակրակոցով դուրս է եկել։ Չէ՞։ Տեսեք ինչ տրամաբանություն կա այստեղ, համար 10-ը եթե սև է ինքնակրակոցով դուրս է եկել, համար 2-ը միջև է շատ ուժեղ կարմրացնում, ո՞նց է կարմրացնում։ Վերջում դնում է ձեր տեխնացությունը, այստեղ չի համընկնում իրար հետ։ Համար 9-ը թեպետ խաղը կոտրվել է իր պատճառով, բայց իմ համար լրիվ կարմիր խաղացող է, ես չեմ ուզենա համար 9-ը գնա խաղից։ Թե հիմա տեխնացությունները 2-5 Չէ, ես համար 9-ի տեխնացությունը կա, բայց ես համար 9-ին կարմիր եմ տեսնում։ Հիմա եթե համար 9-ը իրան հեռացնենք խաղը կոտրելու համար, իմ համար ավելի սև է համար 2-ը։ նկատողություն չի կարելի խաղացողի Իմ համար ավելի սև է համար 2-ը, համար 5-ը, ես չեմ խաղում ձեր հետ, ոչ մի ձևի։ 10 վայրկյան։ Ու համար 10-ի պաշտպանությունն է ձեզ իրան սևացնում նույնպես։ Ես դրա համար դիտարկում եմ տենց սցենար, որ ինքը մտածում է դե լավ խաղացող է։ Ժամանակ, շնորհակալություն համար 7, համար 8։ Ուզում եմ ասեմ, ի սկզբանե դաժե ես զորով կողմնորոշվեցի, ով ում դեմ պետք է քվեարկի։ Ասենք 10-ը ընդեղից ասում է, այն կողմը քվեարկում է 4-ին, 3-ը ճիշտ նկատեց, այսինքն ստացվում է 4-ը պետք է իր դեմ ձեռ դներ, ես է խառնաբար։ 9-ը իմ համար կարմիր գույն է, ես 9-ի մեջ սև գույն չեմ տեսնում։ Այս պարագայում ես էլի իմ թիմ խաղում եմ 9, 3, 6, իմ համար կամ 1-ը կամ 2-ը մեկնում եք սև են, բայց ավելի շատ հակված եմ, որ 2-ը սև է, քվեարկելու եմ 2-ի դեմ, ինչի։ Կլսեմ 9-ին, հետո կհասկանամ, փաս։ Շնորհակալություն, դուք խաղը չեք լսում ինչա կատարվում։ Ես ասեցի, չէ, երբ որ հասնի 10-ին ես կհասկանամ, ինքը սամաստրելով գնացած սև է։ Համար 2, ով է խաղը ջարդել։ Երբ որ 10 ասում է 2-ից 6-ը քվեարկում են 2-ի դեմ, իսկ դու չես քվեարկում։ Երբ որ ասում են մնացածը քվեարկում են 4-ի դեմ, ես խաղը ոնց եմ կոտրել։ Այդ ինչ է, դուք չեք լսում 10-ի կտրելը։ Չեք լսում 10-ը, ուրեմն նայեք, խաղը ես չեմ կոտրել։ Խաղը կոտրել ես դու։ Ընդունեք համար 2-ի տեխնատու դու խաղից գնում ես։ Համար 2 հաստատված։ Ում եք խնդրում եմ շատ ակտիվ եղեք, մարդիկ խոսում են մի խանգարեք։ Սա դու խաղը ջարդում եք։ Ինչ թվում է 1-2 իրար հետ սև են։ Առավել եւս 10-ի հետ։ Ես այսքանը կարող եմ ասում։ Ընդունել եք 2-ի տեղ, ես քվեարկում եմ 2-ի դեմ։ Շնորհակալություն համար 9։ Համար 1։ Նայեք, փորձեմ 1 րոպե մեջ խաղը վերլուծել։ 9-ը կարա սևը ներ, օրինակի համար 2-ին տապի տաներ, որ 2-ին տաներ։ Բայց իմ համար մնում է կարմիր խաղացող, կարա սևերի ռեակցիան ստուգի, քանի որ ինքը շատ հմուտ խաղացող է, ես դա ավելի շատ տեսա։ Համար 3-ը ընդհանրապես էլի խաղն էր, 10-ը կիսեց, 4-ը կիսեց, 4-ը կիսվավ, այս գրած, էսի Պողոս Պետրոս Մարտիրոս, էդի вообще դու բան չխոսացի։ Համար 5-ը շատ լավ կարմիր տեքստ տեսավ։ Համար 4-ը Զայավկայով ուսումա սև դուս եկավ մանտրար։ Ու իշմար էր տալի սևերին, թե ասենք թե սևերը որ դուս դային, այսինքն կարմիր շերիֆ էր ման գալի, համար 4-ը ու իշմար էր տալի սև, բայց համար 6 քեզ շատ լավ իշմար տվեց։ Ինչի համար։
Ինչի համար քեզ կարմիր տեսավ։ Խի համար ու ռեակցիա փոխվավ, խի համար 6 համար ինչ գույնի խաղացող, հա։ 10 վայրկյան։ Համար ինչ գույնի խաղացող։ Ինձ մի հարց եմ, 6 համար ինչ գույնի խաղացող, հա։ Խնդրում եմ համար 6-ի տեխնացությունը։ Համար 6 ընդունված է։ Խի, ինչի համար, համար 7։ Okay, լավ, ով է քո համար 7 սևերը։ Եթե դու 6-ին տենում ես կարմիր, 2-ը էլով ու 5-ը, 5-ը ինչ արը որ դու սև ես տենում։ Ժամանակ, շնորհակալություն։ Եվ այսպես Տիկնակ եւ պարոնայք, եւ այսպես սիրելի մասնակիցներ, մենք ունենք 4 առաջադրված տեխնացու։ Դրանք են համար 9, համար 2, համար 5 եւ համար 6։ Կրկնում եմ, համար 9, համար 2, համար 5 եւ համար 6։ Ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 9։ Շնորհակալություն զրոզային։ Ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 2-ը։ Շնորհակալություն 5 ձայն։ Ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 5-ը։ Շնորհակալություն 1 ձայն։ Ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 6-ը։ Շնորհակալություն, շատ շնորհակալություն։ Եվ այսպես, խաղը լքում է համար 2-ը։ Համար 2, 1 րոպե։ Ուրեմն գնացի կարմիր խաղացող, այդ ստից բաները համար 10-ը սամաստրելա գնաց է, համար 9-ն էլ սկսավետի խոսալ, համար 7-ն է ասում, համար 7 ջան, ինչ գիտես սամաստրելա գնաց է, հավատանում ես է դրա ու սկսում ես սաղ խաղը փոխել, ին վրա ես հելնում անկապ կարմիր խաղացող անեցիք։ Համար 9-ը ինձ ասել է համար 10-ը կիսել է, ասել է 2-ից 6-ը 4 է կանում, այդ կողմից համար 2 են անում, ես 4 եմ քվեարկել, ոնց որ ինքը ասել է տենց այլենք, ինչն եմ խաղը կիսում կամ բան։ Բեսամ էմոցիոնալ տենց բան, տենց միանգամից խաղը բան տենց բաներ ես անում, համար 9-ը սև է, միանշանակ շերիֆին խորհուրդ կտամ համար 9-ին ստուգում է, համար 9, համար 5, համար 7 սև խաղացողներ։ Այդքան բան կարամ ասել։ Շնորհակալություն, ճանապարհ ենք համար 2-ին։ Խառն են խաղում, կարմիրները մի քիչ կոնկրետ չեն խաղում, խառը սենց ամեն մեկը իրար վրա քշելով չեն հասկանում, ասենք համար 9 դուսա, համար 10-ին խփում են գիշեր, ասում են սամաստրելա, որին որ չենք հավատում ոչ մեկս, բայց չգիտես խի, հենց միանգամից համար 2, մի խոսքով ներվայնացած եմ մի քիչ, հեսա մտքերս պիտի հավաքեմ։ Իսկ ինչ եք ամենաէմոցիոնալ խաղն էր այս մեկը։ Լավ եք, հիմա մի փոքր կանգստանաք երևի։ Գիշեր։ Մաֆիան այս գիշեր խաղից հեռացրեց համար 6-ին։ Արավոտ։ Համար 6։ 1 րոպե մահախոսական ավաղ։ Ուզում եմ հասկանամ շերիֆը չեմ ուզում, այլ վատ բան ասեմ, հասկանում եք, որ կարմիր եմ։ Եթե հիմա չբացվի, վсё, պրծավ։ Եթե համար 8-ն է սև խաղացող, համար 9-ն է սև խաղացող։ Բա ինչ էիր համար 6, ինչ էիր ուզում ասեիր, եթե դու սև չես։ Կամ դու ես իրանց հետ, կամ չգիտեմ։ Բայց 8-9-ը հաստատ սև խաղացողներ են, 8 9 Համար 1 Շնորհակալություն։ Երրորդ նկատողությունը։ Երրորդ նկատողությունը կներեք, բայց այդպես է։ Շնորհակալություն ժամանակ։ Ճանապարհ ենք համար 6-ին։ Ես թվում է 4-ը սև է դուրս եկել, ու շատ լավ է եղել, որ տենց հաջորդվել խաղը։ 4-ներ սև, 8-ներ սև հաստատ։ Ախր Լևոն Հարությունյանը այնքան խառն է խաղում, թե կարմիր, թե սև, ինքը կարմիր լինելով իրեն սևացնում է։ Ես թվում է, որ 9 սև չի, ուղղակի ընկել է ըստ հակարտի մեջ։ Եվ այսպես, գնալով թեժանում է պայքարը, գնալով էմոցիաները սկսում են սահմաններից դուրս գալ, բայց միգուցե դա էլ հենց լավ է։ Համար 3։ Սկսում ենք քննարկումները ձեզանից, 1 րոպե։ Իմ տեսած կարմիրներից մեկը գնաց, ինձ համար խաղը շատ ավելի դժվարացավ։ Եթե համար 1-ին իմ խոսքը չէր բավարարել ու սենց ինչ-որ վրա տալու բան է ես զգում, պետք չի այդ ձևով խոսել, որովհետև թեկուզ խաղային ես ինձ կոմֆորտ չեմ զգում նման ձևով արտահայտվելու դեպքում, ամբողջ սեղանին իմ խոսքը բավարարել էր եւ բոլորի համար ես կարմիր էի, քեզ համար ինչ որ ես անիմաստ բաներ եմ խոսում,
Չի ուզի որ նման կերպ Համար 9 երկրորդ նկատողությունը։ Ամեն դեպքում ես ուրիշ ձևի կխաղամ, կսպասեմ քո խոսքին։ Փաս։ Շնորհակալություն։ Համար 5։ Խնդրում եմ ընդունեք համար 8-ի տեխնացությունը։ Համար 8 որ հիմա ընդունված է։ կգնա այս կռուկ, խնդրում եմ բոլոր կարմիրները, եթե բոլորս մենք կարմիրներ ենք, համար 8-ը գնում է։ Հետո արդեն կդիտարկենք համար 3-ին, որովհետև համար 3 ջան, դուք նորից էլի մի արդարացեք, դուք խաղի մասին խոսացեք, լնայք ինչ կրիտիկա է այստեղ գնում։ Եթե հիմա մի հատ գիշերն էլ եթե կարմիր հանգարց դուրս եկավ, դուք պատկերացնեք ինչ կարա լինի, այսինքն սևերը հաղթում են։ Այսինքն մենք փոխանանք արդարանանք, պետք չի արդեն, պետք է խաղը հասկանանք, տեսնենք ինչ է։ Համար 7 ջան, տենց մի նայի, եթե դու կարմիր ես, ես կարմիր խաղացող եմ, ին վրա մի ֆիքսվի։ Համար 8-ը ընդունում ենք, հետո կդիտարկենք համար 3-ին, նոր հետո կհասկանանք ինչա կատարվում։ Ես տենց եմ խոսում, փաս։ Շնորհակալություն։ Համար 7։ Շնորհակալություն։ Համար 5, եթե շերիֆը կարթե ժամանակվա բացվեք, որովհետև աչքերը բացում եք, համար 8-ի տեխնացություն եք դնում։ Համար 8-ի մասին համար 1-ն է բան ասել, համար 6-ն է բան ասել, բայց դուք ոչ մի բան չեք ասել։ Դրա համար դուք ընկնում եք կասկածի տակ, որովհետև անտրամաբանական է։ Իսկ եթե շերիֆ եք, դի բացվեք, որ շերիֆ եք։ Արդեն ժամանակն է։ Բայց ընդունեք համար 1, կլսեմ համար 1 ընդունված է։ Կլսեմ, որովհետև ամենասկզբից էլ ասել եմ, իսկ դուր չի եկել, որ դուք համար 3-ին եք ընդհատել ամենասկզբից, ինքը շատ կարևորական տեքստ էր ասում։ Դուք համար 6-ի դեմ եք խաղում, ինքը իմ թիմն էր, կարմիր 3, 6, իմ կարմիր թիմն են եղել։ Դուք անդհատես տեղ ինչ-որ բան եք անում, դրա համար ընդունեք խնդրում համար 1-ի տեխնացությունը, ես խաղում եմ համար 9-ի, ինձ համար կարմիր խաղացող է, ես խաղում եմ համար 3, կլսեմ համար 8, համար 8-ն էլ եմ համար կարմիր խոսող, խաղում եմ իր հետ։ Ժամանակ, շնորհակալություն։ Համար 8։ Ես ոնց սկզբից ասել եմ, խաղում եմ 3-ի հետ 5 ջան, դու ահավոր սևացար է իմ աչքի դեմը հիմա, ահավոր։ Դու առանց ոչ մի բան ասելու, մեկնաբանելու, առանց ասելու դու ասում ես 8-ը հելնում է։ Իմ համար դա 5 չի։ Ընդունեք 5, խնդրում եմ։ Համար 5 ընդունված է։ Եթե ես միջև այս կրուկը մտածում եի դու կարաս կարմիր լինես, հիմա ես ահավոր կասկածում։ Կամ դու սխալ տակտիկա ես բռնել, չգիտեմ։ 3-ը չի կարա սև լինի։ Ես առաջի կրուգից սկսած 3-ի ու 9-ի հետ խաղում եմ, որտեվ իմ համար 3-ի խոսքը ու 9-ի խոսքը շատ կարմրական է եղել։ Խաղալու եմ 3-ի ու 9-ի հետ, փաս։ Համար 9։ Ով է խաղի շերիֆը, մի հատ բացեք, էլի խնդրում եմ։ Ում ես դուք, բրատ։ Առաջի գիշեր ում ես դուք։ Ինչ եմ։ Երկրորդ գիշեր ում ես դուք։ Սևա։ Հասկացա։ Բախի չես խաղեր տալիս, բրատ։ Դու վախենում ես մեռնելուց, բրատ, ասма նայի վրես։ Համար 8-ը գնում է խաղից։ Ստուգում ես համար 5-ին, 5 կամ 7, չգիտեմ։ Երրորդն էլ չեմ ջոկում ես ոնց եք խաղ։ 8 պամեդան։ Համար 1 նախազգուշացում։ Միշտ գիշեր 7-ին կսված կարող է գիշերը կես խփեն, բայց 7-ին ստուգ ես 8-ը կգնա խաղից։ Իմ համար 5-ին էլ կարմիր են, չգիտեմ։ Всё, ես էլ չեմ կարող խաղացեմ, ես 8-ի տեխնացությունը կա, չէ՞ արդեն։ Ամեն դեպքում 7-ի տեխնացումն էլ ընդունենք։ Համար 7 ընդունված է։ Շնորհակալություն, որքանով ես հասկանում եմ, համար 1 30 վայրկյան։ Ես 3 ժամը նայում եմ վրետ, դնում եմ սաղի նայում ես, բայց ես անտեր համար 1-ից, առաջի գիշեր քեզ ստուգ ասում ես Սուզան ստուգեմ։ 7-ը պալի տարեց 8-ի հետ, ես խաղում եմ 6-ի հետ 6-ը կարմիր թիմա, 8-ի հետ եմ խաղում 8-ը այլի իր տեքստը ասեց սևական, ապա սուխոյ կարած ենք 4-ը գնացել է սև։ Սուխոյ կարել ենք ես խա նայի խնդրում եմ մեռալ լացելով, էլ 3-ին եմ խնդրում ասում եմ բզի տոնայի ինձի, որ սենց անեմ, ես եմ սիրուն խաղակետը, 7-8 էթու է, 7-ից ստուգել եմ սևա, 8-ին է կանտրոլը կստուգեմ ուսո։ Ժամանակ, համար 1, ժամանակ։ Եվ այսպես, ունենք 4 տեխնացու։ Համար 8, համար 1, համար 5 եւ համար 7։ Կրկնում եմ, ուշադիր լսեք։ Ունենք 4 տեխնացու, համար 8, համար 1, համար 5 եւ համար 7։ Եվ այսպես, ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 8-ը։ Շնորհակալություն 0 ձայն։ Ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 1-ը։ Շնորհակալություն 0 ձայն։ Ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 5-ը։ Շնորհակալություն 0 ձայն։ Ովքեր են կողմ, որ խաղը լքի համար 7-ը։ Համար 7։ Մեկ րոպե մահախոսական։ Համար 1-ը չի կարա լինի խաղի շերիֆ,
Բացատրեմ ինչի, որովհետև իր խոսքի մեջ այնքան ոգևորված էր, 3 անգամ տարբեր ստուգումներ տվեց։ Իր ստուգումները համընկան մենակ համար 9-ի հարցում։ Համար 9-ը եթե քո համար ստուգված կարմիր խաղացողը, համար 9-ի ես եմ իմ խոսքով ասել, որ ինքը խաղը կոտրել է, բայց պետք է մնա խաղի մեջ որպես կարմիր խաղացող։ Դու իմ ասում ես համար 8-ը, համար 9-ը կարմիր է, հետո ասում ես համար 8 եմ ստուգել, հետո ասում ես կստուգեմ համար 8, հետո ասում ես համար 7 մնացել է համար 7 ստուգեմ, կստուգեմ համար 7, հետո համար 5 է ստուգում։ Չկա տեն, մի խնդրում եմ համար 1, մի խանգարեք, համար 1-ը չի կարա սենց խաղա, ինքը չի կարա լինի շերիֆ, ու սենց ինչ-որ իր ստուգումների մեջ խառնվի։ Համար 1-ը սև խաղացող է, պիտի 10 վայրկյան 5-ն է իմ համար սև խաղացողը, մնացել է իմ կարծիքով համար 5-ը, դրա համար իրա դեմ եմ ձեռք դրել։ Ինչ։ Ձեր համար կարմիր խաղացողը, դուք չեք իր տեխնատությունը դնում։ Հա շերիֆ ով է, կարող է դուք եք ինչ իմանամ։ Չեմ կարող ասեմ։ Ժամանակ, շնորհակալություն համար 7, շնորհակալություն եւ հաջողություն համար 7։ Ճանապարհենք համար 7-ին։ Գիշեր։ Մաֆիան այս գիշեր խաղից հեռացրեց Արավոտ։ Համար 1։ Համար 1, 1 րոպե մահախոսական։ Նային ուզում է 5-ից ստուգե վախեցա։ Պրոստը որ նայիր, ես ու դու իխացեք դες ինչ խաղ խաղային, կմորթենք, փրթենք։ Ես իշմար կտայ շերիֆ, դուք ասել գիշեր իրանք խփեին իրար։ Ասում քեզ առաջ գիտես ոնց եմ ջոգի, արդեն իրանք երկրորդ խաղասկլա դա պայմանով են որ ինձ ստուգեր դոնը։ 1 էի ցույց տալ, ինչ 1։ Խոսալ 8-ի նայի։ 7-ի խոսալը, պրոստը 30 վայրկյան է խոսամ, էլի լցված եմ, դուք նստեք երկու կարմիր հանգիստներ, դու կարմիր ես, կարմիր չեմ տեսել։ Ժողովուրդ քվարկեք 8-ը ու սուխոյ կրին, կարա 4-ը 10-ի ջանին մեռն է, մնես կիսեց, հա ճիշտ է, դու սխալ կիսիր։ Ես դրա համար քեզ ստուգեցի, իրականում։ Որովհետև դու պետք է չդնեիր ձեռը դրեցիր 2-ից 6 էր գնացել, ջոգիր։ Հա 2-ից 6 պետք է քվարկեին, դու բան արեցիր, կարող այդ պայի չլսեցի։ Լավ, էդի հետ անցանք, հիմա խաղը չփասենք։ Շնորհակալություն Սևեր, որ այսօր ինձ դոպով տվեցիք, ես խաղ կրեցի 2 սև գուշակած։ Ստեսուն ձեզ, շնորհակալություն։ Շնորհակալություն համար 1, ճանապարհենք համար 1-ին։ Ես կարող եմ ստուգել եմ յոգի, բայց նորմալ է դա։ Բայց ինքը ինչեր է գորմը ստուգելա։ Եվ քննարկման շրջանը սկսում ենք համար 5-ից, համար 5։ Էլ ինչ ասեմ։ Մեր շերիֆը ոնց ասեց, համար 8 ջան դուք հիմա կգնաք։ Եթե հանկարծ այնպես ստացվի, որ մենք խաղը չկրենք, այդ դեպքում ստուգված համար 9-ը մնում ենք եւ 3-ը եւ 5-ը։ Այդ ժամանակ ես կարմիր խաղացող եմ, հուսամ, որ համար 3-ն էլ է կարմիր խաղացող, այսինքն 8-ից հետո խաղը կվերջանա։ Իսկ եթե արդեն այնտեղ լինի, արդեն այդ ժամանակ ամեն մեկս կխոսենք եւ մեր համար հարգարժան 9-ին կհամոզենք, թե ով ոնց է խաղում։ Ես ասել եմ համար 8-ը պետք է գնա, դեր առաջի կրուգից էի ասում, դուրս չես գալի համար 8 ջան, բոլորը նստել ես, ոնց որ համար 9-ն ասել ձեզ, մոլորված եք, չգիտեք, այսինքն մոլորված կարմիր չէիք, այլ սև էիք։ Հարգանքներով խնդրում եմ ընդունեք համար 8-ի տեխնացությունը։ Համար 8 ընդունված է։ Փաս։ Շնորհակալություն։ Ընդունեք համար 5։ Համար 5 ընդունված է։ Ցավոք սրտի, այո, ճիշտ ես։ Եթե սեղանում չի բացվում ուրիշ շերիֆ, այդ մի հատ շերիֆն է խաղում, պետք է ընդունեմ իր խաղը։ Բայց իմ համար ինքը ստուգում է 7-ին։ Ստուգում է սաղ սեղանի մոտ ասում ես 8-ը ստուգված սև է, հանում ենք սևին։ Վերջում երբ որ սկսվում է քվեարկությունը, արդեն ինքը ֆռում ասում է ես 8-ին չեմ ստուգել։ Ես չեմ կարա հավատամ իր խոսքին։ Ինքը կարա իր տրամաբանությունով մտածի, որ 8-ը սև է, այդ տրամաբանությունով դնի սաղին, ասի ես ստուգել եմ 8-ին 8-ը սև է, ունենալով ստեղ կարմիրներ։ Այսինքն դա իր պոլիտիկան է, իր լոգիկան է խաղալու։ Ես չեմ խաղում այտենց։ Եթե մարդը ի սկզբանե ասում է մի անգամ ստուգել եմ, ուրեմն ես ընդունում եմ իր ստուգել բառը։ Ես չեմ կարող հասկանամ, ստուգել եմ 7-ին, բայց 8-ը սև է, նորմալ է դա, բայց ինքը միջև այդ գորմա, որ ստուգել է 8-ին, դրա համար կասկածելի շերիֆ է իմ համար։ Ժամանակ, շնորհակալություն, համար 9։ 8-ի տեխնացությունը չեք դրել ոնց որ։ Ընդունեք 8-ի տեխնացությունը։ Համար 8 հաստատ։ Հիմա ժողովուրդ ջան, նայեք, եթե սա դե 8-ը սև ստուգված խաղացող, եթե խաղի չգնաց, ոնց ենք բան։ Ես ստուգված եմ։ Հա։ Բավ, ընդունեք 8-ի տեխնացությունը, հետո պարզ կլինի։ Խնդրում, ես վերջ։ Շնորհակալություն։ Համար 3։ Կարելի է շուտ քվեարկել, բայց չգիտես ինչի ես վստահ եմ, որ խաղը վերջանալու է։
Pass։ Շնորհակալություն։ Շուտով մենք կանցնենք քվեարկության, սակայն մինչ քվեարկությունը ես ուզում եմ կրկին վերհիշենք մեր ընկերների եւ գործընկերներին։ Նախագծի գլխավոր հովանավորներն են Իջևանի գինու գործարան, Զորելլի ծառայությունների հարթակ։ Զորելիում պատվիրատուները փնտրում են քեզ։ Ստացիր նոր պատվերներ, նոր հաճախորդներ ու նոր հնարավորություններ։ Մաքրում, վերանորոգում, անձնական խնամ եւ 180+ այլ ոլորտներ։ Ուղարկիր քո գնահառաչարկը, ընտրիր քեզ հարմար պատվերը։ Ավելի քան 1000 մասնագետներ արդեն ստանում են պատվերներ։ Գրանցվիր այսօր ու ստացիր քո հաջորդ պատվերը Զորելիում։ Ճամփորդությունը պարզապես տեղ հասնել չէ։ Դա զգացողություն է, որը սկսվում է ճիշտ ընտրությունից։ Բարի գալուստ LH Travel։ Ձեր վստահելի ուղեկիցը աշխարհի ցանկացած ուղղությամբ։ Մենք ստեղծում ենք ոչ թե ուղեկի տուրեր, այլ հիշողություններ, որոնք մնում են ձեզ հետ երկար տարիներ։ Պլանավորիր քո հաջորդ ճանապարհորդությունը մեզ հետ 077 52 18 12 LH Travel։ Ճանապարհ դեպի քո լավագույն հանգիստը։ Հովանավորներն են Տակտիկալ բունկեր Մոգո ունիվերսալ վարկային կազմակերպությունը Սա լավ տեսք չունի։ Ուզում ես շտկենք։ Հա, շատ ավելի լավ է։ Մոգո, ստացիր անգրավ վարկ եւ դարձրու կյանքի բարեփոխումները հասանելի։ Այբոլիթ հեռախոսների եւ աքսեսուարների մասնագիտացված խանութ սրահների ցանցը Կեչուտ ռեստորանային համալիրը Վարվիքս մսամթերքի արտադրամասը Ցուցադրման հովանավորներն են LikeNet ընկերությունը LikeNet ընկերությունը մատուցում է ինտերնետ եւ հեռուստատեսային ծառայություններ։ Մեզ հետ դուք ստանում եք անխափան ինտերնետ եւ բարձրորակ բազմաթիվ հեռուստաալիքների դիտման հնարավորություն։ Հատուկ առաջարկ, հրավիրիր ընկերոջդ եւ ստացիր 1 ամիս անվճար ինտերնետ։ LikeNet, որակյալ կապի ձեր վստահելի ընտրությունը։ Լեդիզոն կանանց մարզասրահների ցանցը $379 գարեջուր Full Service Consulting հաշվապահական ընկերությունը Ինչպես գիտեք, մաֆիայում կան կարմիր եւ սև խաղացողներ։ Այդ իսկ պատճառով Full Service Consulting-ը այսօր ներկայանում է այս հանդերձանքով։ Full Service Consulting աշխատողական ընկերությունը համագործակցում է Մաֆիան քաղաքում հաղորդաշարի հետ եւ հայտարարում ենք, որ եզրափակիչ անցած բոլոր մասնակիցները կստանան 100,000 դրամ արժողությամբ նվերքատեր մեր բոլոր ծառայություններից օգտվելու համար։ Բոլորիդ մաղթում ենք բարի դիտում։ Ահա եւ վերադարձանք, սիրելի բարեկամներ եւ պատասխանատու պահերից մեկն է այսօրվա
Անցնում ենք քվեարկության։ Հիշեցնում եմ, որ ունենք երկու առաջադրված տեխնացու համար 8 եւ համար 5։ Կրկնում եմ, համար 8 եւ համար 5։ Եվ այսպես, ովքեր են կողմ, որ խաղալքի համար 8-ը։ Շնորհակալություն 3 ձայն։ Բնականաբար ձայների մեծամասնությունը։ Համար 8։ 1 րոպե մահախոսական։ Ինչ ասեմ։ Խաղացեք։ Փաս։ Շնորհակալություն, ճանապարհենք համար 8-ին։ Տեսնում եք ինչ հետաքրքիր է ստացվում։ Շատերը կարծում են, որ ամեն ինչ ավարտված է, բայց ոչ, ամեն ինչ ավարտված չէ։ Նախագիծը դեռ շարունակվելու է, իսկ այսօր հաղթանակ կարմիրների։ Այս խաղի սևերն էին, հարգելի բարեկամներ, համար 4, համար 7 և համար 8 խաղի շերիֆն էր համար 1-ը։ Շերիֆը ինձ չէր ստուգել, շերիֆը ինձ խաղից հեռացնելուց հետո ստուգումը տվել, ես տեսա, ես եմ սխալ խաղացել, վատ եմ խաղացել, պիտի ես շերիֆը բացվեի, այդ դեպքում ուրիշ ընթացք ունենար խաղը, որովհետև համար 1-ին այդ դեպքում կկարողանայի հեռացնել, ծևերը կհաղթեին։ Կարմիրները տարան։ Ուրախ չէ։ Դեք ինչ գույների։ Կարմիր։ Իմ լավ չլսելու պատճառով խաղը ջարդեցի, բայց ջարդեցի իշա կարմիրները, որտեղ խաղից հեռացավ համար 4-ը, իսկ համար 4-ը պարզվեց խաղի տոններ։ Շատ հետաքրքիր խաղեր էին, բավականին արագ նայվեցին բոլոր խաղերը։ Ճիշտն ասած, բոլոր խաղերներ յուրովի հետաքրքիր էին, բայց կցանկանամ առանձնացնել մի դրվագ, որտեղ դերասան Վարդան Հովսեփյանը կարմիրների թիմը, այսպես ասած, նրա ուսերին էր, 3 հոգով էին մնացել, եւ նա ճիշտ ընտրություն կատարեց եւ քվեարկեց եւ կարմիրների թիմին հաղթանակ բերեց իր քվեարկությամբ։ Հետաքրքիր խաղացող որպես կցանկանամ առանձնացնել Լեդի Անին, բայց բոլորն էլ շատ յուրովի հետաքրքիր խաղացողներ էին։ Պատրաստել ենք մեր կողմից հավանած մասնակցի համար մեր արտադրանքի զամբյուղներից։ Ես ձեզ ասեմ, այս անգամ խաղը ավելի ինտրիգային եւ հետաքրքիր էր, ինքը ավելի դինամիկ էր եւ խմբային խաղը իրականում ստացվեց։ Շատ հավանում եմ ես Mafia in the City խաղը եւ այո, եղել են շատ հետաքրքիր պահեր, բայց թույլ տվեք դա մնա իմ մեջ, ես երբ որ նվերը տամ հաղթողին, այդ ժամանակ իմանաք ում եմ ես ընտրել։ LH Travel ընկերությունը պատրաստել է դեպի Եգիպտոս 2 անձի համար ամբողջական փաթեթը, որ իրանք գնան եւ հանգստանան լիարժեք եւ էմոցիաներով լի հետ գան Հայաստան։ Սպասեմ մյուս խաղին։ Այսպիսին էր առաջին եզրափակիչը, սիրելի հեռուստադիտողներ, սիրելի տիկնայք եւ պարոնայք, հուսով եմ ձեզ դուր եկավ։ Բավականին հետաքրքիր էր, բայց ամեն ինչ դեռ առջևում է։ Իսկ դուք եղեք առողջ, ուրախ եւ երջանիկ։ Ու կրակոցներն այս կյանքում թող լինեն միայն մաֆիայի խաղասեղանի շուրջ։ Կհանդիպենք։ Մաֆիան քաղաքում